Սիրելի հետևորդներ, վաղուց երևում ենք չենք հանդիպել, ես գտնում եմ մի հատ հետաքրքիր տեղում, դա Հանրապետական հիվանդանոցի կողքն է։ Հատուկ մեծ զգա շնորհակալություն ուզում հայտնեմ Հանրապետական հիվանդանոցի դիալեզի բաժնի գրեթե բոլոր աշխատակից աշխատակցուհիներին, հատկապես շատ են աշխատակցուհիները։ Բուժքույրերը, մայրապետերը դա սանիտարկաներն են և բժիշկները հատկապես բոլորը խիստ մարդկային, խիստ որակով մարդիկ են ու շնորհակալություն մեր բժշկին, մի երիտասարդ բժշկուհի կա, իրեն բուժքույրերի հոգատարությունը անսահման անուններ չեմ ուզում ասեմ, որովհետև մարդիկ հնարավոր է չուզեն իրենց անունը հրապարակվի։ Ինչևէ, այսքան ժամանակ ուր էի, տենց ստացվել էր, որ իմ շատ հարազատ մարդկանցից մեկը հայտնվել է հիվանդանոցում ու հիմնական խնամակալը ես եմ ու դիալեզի բաժնում ենք հայտնվել ու մասիվի հետ կարանք հայոյի անգամ խոսանք իրանց հասցեին, բայց իրենք դրան էլ արժան չեն, մասիվ հետ վերջը Իրանց հետո, որ գալիս ես Հանրապետականում, բախտդ բերում ես լավ բժիշկների մոտ ես հայտնվում, բաժնի վարիչով և այլն, հասկանում ես, որ ամեն դեպքում հիվանդանոցներում դեռ մարդիկ աշխատում են, ավելին։ Նեֆրոլոգիայի բաժնում Վալենտինա Վիկտորովնա անունով մի 80 մասկին կար, այսինքն հիմա էլ երևի կա, շատ հետաքրքիր կին էր, բայց հետաքրքիրը ինչու՞մ էր, մեզ անդադ դեղ 6 ու 10, 15, ես չգիտեմ քանի տեղ, բժշկուհին վերցրեց նայեց դեղերի ցուցակը, 2-3 հատ դեղ թողեց, սա վերաբերվում է բոլորին, որովհետև այդ դեղերը ամեն դեպքում օրգանիզմի կողմից պետք է ֆիլտրվեն, սինթեզվեն դուրս գան, իսկ եթե երիկամը, ասենց ասած, պառկած է, չի աշխատում, ընկճված է, չգիտեմ ինչա, այս պարագայում լյարդն լավ չի և այլն։ Դեռ մենք լավ նորություններ ենք ունենալու, ուղղակի այսքանը Հանրապետականի դիալեզի բաժանմունքի, հատկապես քույրերի ու մեր բժշկուհու շնորհակալություն։ Բաժնի վարիչն էլ ֆանտաստիկ տղամարդ է։